Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի ռեժիմը կմնա ուժի մեջ, եթե բոլոր կողմերը պահպանեն այն։ Այս մասին հայտնում է Axios-ը, վկայակոչելով իր աղբյուրները։ Իրանի հետ հրադադարը կգործի, եթե բոլոր կողմերը պահպանեն այն, գործակալությանը հայտնել է իսրայելցի պաշտոնյան։ Պակիստանն Իրանի հետ ոչ մի ռազմական համագործակցություն չի ծավալում եւ չի մասնակցում համատեղ գործողություններին, հայտարարել է երկրի ՊՆ նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։ Մենք Իրանի հետ ոչ մի ռազմական համագործակցություն կամ համատեղ ռազմական միջոցառում չունենք, ասել է քաղաքական գործիչը։ Ասիֆն ընդգծել է, որ Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի դեմ իրականացված ագրեսիան։ ԱՄՆ-ն Իրանին հարվածներով նպատակ էր հետապնդում ոչնչացնել իրանական միջուկային ծրագիրը։ Նման խոստովանությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը։ Մեր առաքելությունն էր ոչնչացնել Իրանի միջուկային օբյեկտները եւ միջուկային ծրագիրը, ինչը մենք իհարկե արեցինք, նշել է նա։ Վերջինիս խոսքով ԱՄՆ-ն աջակցում է ազատության համար պայքարողներին ամբողջ աշխարհում, սակայն ամերիկյան առաքելությունն էր ոչնչացնել միջուկային օբյեկտները։ Իրանն ու Իսրայելը կորցնելու բան կունենան, եթե շեղվեն ճշմարիտ ուղուց, նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով Իրանն ու Իսրայելը կարող են այնքան շատ բան շահել, բայց եւ այնքան շատ բան կորցնել, եթե շեղվեն ճշմարիտ ուղուց։ Թրամփը նաև ընդգծել է, որ երկու երկրները գրեթե միաժամանակ դիմել են իրեն եւ խաղաղություն խնդրել։ Մեծ Բրիտանիան Իրանին կոչ է արել օգտվել Իսրայելի հետ հրադադարից եւ վերադառնալ միջազգային հանրության հետ բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի նախարար Փիթեր Քայլը։ Առանցքային դեէսկալացիայի շրջան է, կոչ եմ անում Իրանին օգտագործել այս իրապես բացառիկ հնարավորությունը եւ վերադառնալ քաղաքական գործընթացին, նշել է նախարարը։ Նա նաև ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան եւ նրա դաշնակիցները թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ընդ որում Քայլը հավելել է, որ երկիրը պարբերաբար կիբերհարձակումների է ենթարկվում իրանական կողմից։